Ողջույն սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանը հումանիտար բեռներ է ուղարկում Իրանի Իսլամական Հանրապետություն։ Եկեք արագ-արագ դեպքերի վրայով անցնենք։ Ուրեմն սպանվում է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը, դե ֆակտո պետության ղեկավարը։ Աշխարհում միակ պետության ղեկավարը, որ գնում է Իրանի դեսպանատուն եւ ցավակցական գրում, դա Ադրբեջանի նախագահն է գնում, Ալիևը։ Որից հետո չգիտեմ որտեղից հայտնված ինչ որ դրոններ ընկնում են Նախիջևանի օդանավակայանի վրա։ Ադրբեջանը Իրանին մեղադրում է, որ հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա օդանավակայանի վրա։ Սկսում է դատապարտող հայտարարություններ անել, Ալիևը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, փակում է ցամաքային ճանապարհը, փակում է օդային ճանապարհը, հիշում է, որ իրենք ունեն երկաթյա բրունսկ, մարդկանց գլուխներ են ջարդում, գլուխներ են կտրում, էս են անում, այն են անում եւ սկսում է արշավ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, զանգում են մտահոգություններ հայտնում տարբեր երկրների արտգործնախարարներ։ Այդ շարքի մեջ Հայաստանին էլ են ներքաշում, Հայաստանի արտգործնախարարն էլ է զանգում անվտանգության խորհրդի նիստից հետո եւ չգիտես ինչ է խոսում Բայրամովի հետ, բայց Հայաստանի դրոշը տեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը աջակցող եւ դատապարտող երկրների շարքում, որ ըստ էության հակաիրանական մի հատ շարք է ձևավորում, այդ շարքի մեջ մեզ տեղավորում են։ Որից հետո, այսինքն դրանից առաջ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է, որ որևէ հարձակում եղել է։ Արտգործնախարարը զանգահարած է լինում Բայրամովին, հերքած է լինում, որ Իրանը հարձակվել է օդանավակայանի վրա։ Բայց ամեն դեպքում շարունակում են իրանք պնդել, բան հայտարարություններով հանդես գալ։ Կիրակի օրը Իրանի նախագահը խոսում է Ադրբեջանի նախագահի հետ, որից հետո Ադրբեջանը բացում է ցամաքային բեռնափոխադրումները եւ այսօր էլ արդեն որոշում է կայացվում, որ իրենք բեռներ են ուղարկում Իրանի Իսլամական Հանրապետություն, հումանիտար բեռներ, աջակցում են Իրանին։ Այսինքն ինչ է դուրս գալի ժողովուրդ ջան։ Շատ արագ մի քանի օրվա մեջ Հայաստանին երկու հարևան երկրի միջև տեղի ունեցող լարվածությունից երկու հարևան երկիր են, իրար հետ լարվածություն ունեն։ Հայաստանին ներքաշում են ընդդեմ մեկի, անիմաստ տեղը ոտնատակ ընկնում էլի, ասենք որ ինչ է Հայաստանը անիմաստ տեղը մտնում այդ խոսակցության մեջ, եւ իրանք բարիշում են, այսինքն Ալիև Փեզեշքյան զանգի ընթացքում ամեն ինչ նորմալ է որոշվում է։ Էլ չասեմ, որ Փեզեշքյանը նախագահ Պուտինին էլ է զանգում Ռուսաստանի, դրանից առաջ ասում է Ադրբեջանի վրա չեն հարձակվել։ Բայց Կիրակի օրվա զանգի արդյունքներով ճանապարհը բացում է, հումանիտար բեռներ են գնում Իրան։ Հայաստանը ինչ է շահել սրա արդյունքում։ Ոչ մի բան զերո։ Դիվանագիտությունը մեր զերո է։ Մեր անվտանգության խորհուրդը զերո որոշումներ է կայացնում մեր դիվանագիտության, մեր պետության համար։ Մեզ վնասող եւ մեզ անիմաստ տեղը երկու մեր հարևանների միջև ներքաշեցին մեկի դեմ իբր ինչ որ տարածքային ամբողջական Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը աջակցող երկրների շարքում։ Սա է ուզում ասեմ, սիրելի հայրենակիցներ, սա խայտարակություն է։